Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք վստահ ենք, որ երկրում աղքատությունը հնարավոր է կրճատել առնվազն 2 անգամ։ Ես խոստումների մեջ շատ զուսպ եմ։ Այն, ինչ ես նկարագրեցի, թե ինչ արվել իմ նախագահության օրոք, վստահաբար ասում եմ, այդպիսի խոստումներ չեմ տվել, շատ ավելի համեստ էին խոստումները, արել ենք անգամներով շատ, քան տվել ենք խոստումներ, հիմա լինելու է նույնը, քաղաքացիների առողջությունը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է, իսկ դա առաջին հերթին նշանակում է առողջապահության որակը և դրա հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացու համար։ Սա ոչ միայն քաղաքացու առողջության հարց է, սա պետության առողջության ցուցանիշ է։ Մեզ խորապես մտահոգում է երկրում հանցավորության աննախադեպ աճը։ Կարող եք արդյոք որևէ մեկը բացատրել, թե ինչպես է հնարավոր, որ ոստիկանության ֆինանսավորման զգալի աճի հետ զուգահեռ անգամներով աճել է հանցավորությունը։ Թողեք ոստիկանությանը հանգիստ, մի ծանրաբեռնեք քաղաքական հետապնդումներով և ճնշումներով, և նրանք համոզված եմ ի վիճակի են հաղթել հանցավորությունը։ Մենք վճռական ենք այս ամեն ինչին վերջ տալ, երաշխավորում ենք կարգ ու կանոն փողոցներում, զորոյական հանդուրժողականություն թմրամոլության նկատմամբ, դա դարձել է ազգային աղետ, համոզված եմ, որ այս հանցավոր բիզնեսը հովանավորվում է ամենից բարձր մակարդակներում, և սա անթույլատրելի է, և կրկնեմ, մարդիկ խստորեն պատժվելու են, այլ տարբերակ ուղղակի չկա։ Քաղաքացիների կյանքը պետք է լինի խաղաղ և կանխատեսելի։ Սիրելի հայրենակիցներ, այժմ բոլոր կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին, ներկայացնում են նախընտրական ծրագրեր, տալիս են նախընտրական խոստումներ։ Հասկանալի է, որ ոչ մի կուսակցություն կամ առաջնորդ չի ասի, թե գալիս եմ թոշակները սառեցնելու համար կամ հարկերը բարձրացնելու համար։ Բոլոր խոստումները կլինեն գեղեցիկ և գրավիչ։ Շատ խոստումներ նույնիսկ նման կլինեն միմյանց, և դա բնական է, նույն երկիրն է, նույն պրոբլեմներն են, նմանատիպ լուծումներ տարբեր ձևակերպումներով։ Մի խոսքով գնում է պայքար գեղեցիկ ծրագրերի և գրավիչ խոստումների միջև։ Ինչ պետք է անի ընտրողը, ինչպես պետք է քաղաքացին տարբերակի թացը ջորից։ Ես առաջարկում եմ ամենապարզ և ամենառացիոնալ լուծումը։ Տարբերել քաղաքական գործիչների գեղեցիկ ծրագրերը, բարի ցանկությունները և դրանք իրականացնելու իրական կարողությունները։ Գտնել այն թեկնածուին ու թիմին, ով կարող է համադրել գեղեցիկ խոստումները դրանց կատարման կարողության հետ։ Նայել, թե մասնակիցներից ով է իր փորձով, գիտելիքով, կամքով ի վիճակի իրականացնել այդ ամենը։ Հենց այս հանգամանքն է մեր Հայաստան դաշինքի ակնհայտ մրցակցային առավելությունը։ Ոչ մի թեկնածու չունի պետական կառավարման, անվտանգային ոլորտի, արտաքին քաղաքականության,
տնտեսական եւ մասնավոր բիզնեսի իմ ունեցած համակցված փորձը։ Այդպիսի փորձ ոնց որ Հայաստանում ընդհանրապես ոչ ոք չունի, այսպես է դրսևորվել։